Արցախի ժամանած Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրատուներից կազմած ավելի քան 40 հոգանոց խմբի առաջին կանգառը Ստեփանակերտում Ղարաբաղ կարպետ ընկերությունում էր։ Հայրենիքի շենացմանն ուղղված հիմնադրամի կողմից կազմակերպված հերթական այս այցին ընդգրկվել են նվիրատուներ հիմնականում Ամերիկայի արևմտյան ափի նահանգներից։ Դարիքս 70 լալով չեմ գնալ Փանակերտալ, բայց կրնամ ուրիշ ծավալ օգտագործել։ Եվ գոչս ան է, որ ամեն մեկ հայ ուր որ գտնվի, լսե եւ ոչ թե ես իրեն սորվեցնեմ, իր մեջ այդ գայձը, այդ խանթը արդենա, որ ինքնավազե կա դեսնե եւ ինքնալ իր չափով օգտագործել։ 2 տարուց փոքր-ինչ ավելի է, ինչ գործում է Ղարաբաղ կարպետ ընկերությունը։ Արտադրանքն արցախյան գորգեր են, որի հումքը միմիայն տեղական բուրդն է։ Գորգագործական 75 հաստոցների վրա ամսական 150 մետր պատրաստի արտադրանք են թողարկում։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր հանրապետության տարբեր շրջաններում։ Աշխատակիցների թիվը 170-ի շրջանակներում է, հիմնականում կանայք են։ Փորձառու գորգագործներ ունենք, որոնք ստանում են 100 եւ ավելի հազար դրամ աշխատավարձ, նորեկ աշխատող ունենք, որոնք աշխատավարձը դեռ նոր հասնում է 30,000-ին։ Այսինքն այս սահման, այս աշխատավարձի այս շապ տարբերությունը կայանում է նրանց վարպետությունից։ Ես վստահ եմ, որ այն աղջիկները, երիտասարդ աղջիկները, ովքեր նոր են ընդունվել մեր արտադրամաս եւ նրանք կարելի ասել ավելի արագ են յուրացնում այս գործը, շատ կարճ ժամանակ հետո նրանք եւս կհասնեն այս շեմին։ Ես ուղղակի վստահ եմ, որ տեսնում եմ նրանց պատրաստակամությունը եւ նրանց վարպետությունը այս գործում, ինչպես նաեւ այս գործում աշխատելու այդ մեծ ցանկությունը։ Ղարաբաղ կարպետ ընկերությունը պատահական չի ընտրված։ Գործարար նվիրատուների համար սա մի հնարավորություն է տեղում ծանոթանալ ընկերության կայացման ճանապարհին կատարված ներդրումներին, աշխատանքներին ու վերջնական արդյունքին։ Չի բացառվում, որ մեր հայրենակիցների համար ընկերության օրինակը վարակիչ լինի եւ Արցախում նոր արտադրամասերի հիմք դրվի։ Իրենք արդեն հաջող բիզնեսմեններ են ատամանտագործության մեջ, պետրոլի կորզի մեջ, ունենք բժշկության բնակավարի մեջ եւ նպատակը ան է, որ հիմնադրամը այդ ջամփան հարթե, որ այս մարդիկը գտնենք, ուր որ են։ Ես ամերիկացած հայ, զուտ հայ, բայց հայերեն չգիտեր եւ զիրենք փերենք հոս ցցնենք եղած գործը։ Հայաստան համահայկական հիմնադրամի Ամերիկայի արևմտյան ափի հատենապետ Անդրանիկ Բաղդասարյանն է խոստովանում։ Արցախն իր համար սրբավայր է, աշխարհասփյուռ հպարտությունը։ Նաև հավելում է, հայկական այս հինավուրց լեռնաշխարհը շենացնել է պետք։ Դա ոչ միայն տեղացիների համար բարեկեցիկ կյանք կապահովի, այլև տուն կբերի օտարափերում ապրող մեր հայրենակիցներին։ Մեր հայացքը ամենտեղ շինարար է, ամենտեղ գործունյա են, ինչպես ես կատատնտեսության մեջ եմ, ուրիշներ ուրիշ բնակավարներու մեջ շատ մեծ հույս ունիմ, որ արագորեն, եթե մեր արյանքնով հո ազատեցինք, արագորեն կրնանք վերականգնել լա Ղարաբաղ, լա Հայաստան, մեր այս նոր թարու բանջներու ապրանքները, արտադրանքները։ Արցախ այցի շրջանակներում նվիրատուները նաև հնարավորություն ունեն տեսնելու եւ գնահատելու նախորդ տարիների դրամահավաքների միջոցով իրականացրած աշխատանքները։ Այդ առումով մի շարք կառույցների շինարարություն վաղուց արդեն ավարտվելու ծառայում է նպատակին։ Նվիրատուներն այսօր եղան նաև Ստեփանակերտում գործող Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում։ Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրատուների շնորհիվ նախկին խարխուլ կրթօջախից ոչինչ չի մնացել։ Հոյակերտ այս կառույցում այսօր ուսանում է 125 սան։ Անկախության առաջացումից հետո Հայաստանի Արցախի միշտ նպաստել ենք, անձամբ որևէ բանի չեմ ես արել, բայց հիմնադրամի միջոցով միշտ աշխատել ենք օգտակար լինել հայ ժողովրդին մեր Հայաստանի։ Ավելի լավ է ասում են մեկ անգամ տեսնես, քան թե 10 անգամ լսես։ Հիմա այստեղ ականատես ենք լինում այդ հաջողություններին, որը կատարվում է հիմնադրամի եւ պետության իրական ընդհանուր հայ ժողովրդի ջանքերով։ Առաջին տպավորությունս այս անգամ էր, որ բավականի առաջադիմություն կա Արցախում։ Սրանից առաջ 6 տարի առաջ է, որ Արցախ եմ եկել եւ փոփոխություններ չտեսնված լավ են։ Առաջը թյումությունի շատ լավ կտեսնեմ, երիտասարդ սերունդ մը գա, որուն պետք է աջակցենք ամեն կերպով, որպեսզի լավ քիրքերու հասնին եւ մնան թե Հայաստան, թե Արցախ, որպեսզի ավելի շուտ զարգանա։ Տպավորությունները շատ մեծ են։ Ճիշտ է, տարիներ առաջ չեմ եղել, որ համեմատություն կարողանամ անել, բայց ինչ որ տեսնում եմ լավ է։ Ցանկանում եմ ավելի լավ։
Հայաստան համահայկական հիմնադրամի Ամերիկայի արևմտյան ափի նվիրատուների պատվիրակության Արցախյան շրջագայությունը շարունակվում է։ Այդ շրջանակում մեր հայրենակիցները նախատեսում են այցելություններ զորամասեր, պատմամշակութային վայրեր, ինչպես նաև կմասնակցեն Շուշիում հիմնադրամի կողմից արհեստագործական ուսումնարանի բացման արարողությանը։ Գենադի Երեմյան, Մերուժան Հայրապետյան, օր